Այսօրվա իշխանությունը, որը գտնվում է իշխանության ղեկին, ընդհանրապես ցեղասպանությունը հանել են իրենց խոսույթից, բացարձակապես դրա մասին չեն խոսում, եւ չեմ ասում, որ ցեղասպանությունը ընդհանրապես մեր միջազգային արտաքին հարաբերությունների գործընթացից հանված է, եւ եթե հիշում եք, արտգործնախարարը, կարծեմ առաջի արտգործնախարարն էր այս իշխանության օրոք, որը ցեղասպանության մասին խոսելու համար ազատվեց աշխատանքից։ Նրա հաջորդը, որը եկավ, էլի պրոֆեսիոնալ դիվանագետ էր, որը էլի ցեղասպանության մասին խոսել էր, դրա համար հանեցին աշխատանքից։ Ինչու են վախենում խոսել։ Ես չգիտեմ, իրանք ինչ նպատակներ են հետապնդում, ամեն դեպքում իրենց բացատրությունը հետևյալն է, որ իբր դա 100 տարի առաջ է եղել բան եւ այլ, այդ զոհի կարգավիճակից պետքա դուրս գալ, որպեսզի ապրենք եւ այլը։ Դե այդ տրամաբանությամբ նաեւ Արցախը տվեցին եւ Արցախ բառը չեն օգտագործում, այդ տրամաբանությամբ իրանք ցեղասպանության դատապարտումը չեն դարձնում գործելակերպ եւ արտաքին քաղաքական օրակարգ չեն բերում